Ողջույն, բարի գալուստ Անանդա յոգա YouTube-յան ալիք, ես Անին եմ, այսօր շարունակում ենք ձգումների շարքը և այս էպիզոդը լինելու է մարմնի վերին հատվածի համար, ձեզ հետ ունեցեք յոգայի երկու բլոկ, այսպիսի ռեզին կամ գոտի և նաև ծածկոց, հիշեցնեմ, որ շատ կարևոր է հատկապես նստակյաց կյանք ունեցող մարդկանց համար կատարել ձգումներ, քանի որ ժամանակի ընթացքում մեր պարանոցը, ուսերը շատ լարվում են և կարող են առաջացնել գլխացավեր ու առհասարակ տարբեր աղային կուտակումներ, խնդիրներ, այնպես որ այս կարճ ձգումների շարքը ձեզ համար շատ հարմար կլինի։ Եթե չեք նայել նախորդող մարմնի ներքևի հատվածի համար ձգումները, կարող եք հղումը գտնել այս տեսանյութի ներքևի հատվածում, իսկ առհասարակ ավելի շատ դասեր տեսնելու համար կարող եք անցնել մեր Անանդա յոգա օնլայն հարթակ, որտեղ կան մի շարք անվճար պրակտիկաներ և այսպես կարող ենք սկսել։ Համոզվեք, որ նստած եք ձեր ոսկորների վրա, կարող եք ծալել ոտքերը այսպես, իսկ եթե դժվարանում եք մեջքը պահել ուղիղ, կարող եք նստել բլոկի կամ ծածկոցի վրա։ Փորձենք կենտրոնանալ, փակում ենք աչքերը, ձեռքերը դնում ենք այսպես թուլացած դնում ենք մեր ծնկների վրա։ Շնչում ենք խորը, մի քանի շունչ, փորձենք կենտրոնացնել միտքը, մարմինը։ Շնչեք հնարինս խորը և դանդաղ։ Թուլացնում ենք ուսերը, կրծքավանդակը։ Խոնարհում ենք գլուխը և դանդաղ բացում ենք աչքերը։ Սկսենք գլխի պտույտներից, սկզբում գնում ենք ձախ, ներքև, աջ, հետ ևս մեկը, դանդաղ կատարեք պտույտներ, վեր և երրորդը, աջ, վեր, փոխեցինք ուղղությունը, ձախ, վեր, աջ, ներքև, ձախ, վեր և վերջինը և գլուխը բերում ենք կենտրոն, ներշնչում ենք աջ ձեռքը բարձրացնում ենք վեր, դնում ենք ձախ ականջի մոտ, արտաշնչումով դանդաղ իջեցնում ենք ներքև, երկարաձգում ենք մեր ձախ ձեռքը, մատները լայն բացում ենք, ներշունչ էստեղ արտաշնչումով փորձում ենք այսպես մոտեցնել կողային հատվածին ձեռքը, երկրորդը և երրորդը, պահեցինք, 1, 2 և 3, ձեռքը իջեցնում ենք, ձախը հանգիստ դնում ենք, իսկ գլուխը խոնարհում ենք այսպես դեպի ներքև, մոտիկ մեր կրծքավանդակին, պահում ենք, ձգվում է վիզը և գլուխը բերում ենք հետ, թուլացնում ենք, փոխեցինք, ներշնչումով բարձրացնում ենք մեր ձախ ձեռքը, բնում ենք աջ ականջի մոտ և արտաշնչումով դանդաղ խոնարհում ենք, բացում ենք նաև աջ ձեռքը, մատները լայն և ակտիվ բերում ենք կողերի մոտ, արտաշունչ բերեցինք և երրորդը, պահում ենք, 1, 2 և 3, ձեռքը իջեցնում ենք աջը, իսկ գլուխը խոնարհում ենք, փոխում ենք նաև մյուս ձեռքի դիրքը այսպես, փորձում ենք թուլանալ և դանդաղ գլուխը բերում ենք հետ, հիմա երկու ձեռքերով այսպես բութ մատերը դնում ենք այսպես ծնոտի ներքևում և փորձում ենք բարձրացնել վերը, իջեցնում ենք, ևս մեկը, իջեցնում ենք և երրորդը, պահեցինք, 1, 2
3 մատները բացում ենք այսպես եւ դնում ենք գլխի վերևում, բացում ենք նաեւ արմունկները, արտաշնչումով դանդաղ իջեցնում ենք։ Եվս մեկը, երրորդ անգամ, փորձում ենք թուլանալ, 1, 2 եւ 3, այստեղից արձակում ենք, վերցնում ենք մեր գոտին կամ այսպիսի պարան, համոզվում ենք, որ ունենք այնքան տարածք, ինչքան անհրաժեշտ է մարմնին եւ փորձում ենք տանել հետ, այսպես եւ բերում ենք, ներշնչումով բարձրացրեցինք եւ բերում ենք, շատ մի իջեցրեք ներքև, կրծքավանդակի նույն գծով, 5, հուսով եմ ճիշտ եմ հաշվում, 6, 7, 8, 9, վերջինը պահեցինք, 1, 2, 3, բերում ենք, հիմա 5 անգամ սկզբում տանում ենք աջ, հետ, ձախ, կենտրոն, երկրորդ անգամ, այսպես, երրորդը, չենք թույլ տալիս, որ մեր արմունկները ծալվեն, չորրորդը, ձեռքերը ակտիվ եւ վերջինը բերեցինք կենտրոն, փոխում ենք ուղղությունը, սկզբում գնում ենք ձախ, հետև, աջ, կենտրոն, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ վերջին 5-րդը, բերում ենք կենտրոն, թուլացնում ենք ուսերը, հեռացնում ենք մեր գոտին կամ ռեզինը, այսպես, եւ փոխում ենք դիրքը, բլոկները եւ ծածկոցը դնում ենք մի կողմ, մի քանի անգամ կանենք cat and cow stretch-ը, ձգումը, հա, մատները բացում ենք line, ուսերի հետ մեկ գծի վրա, այս անգամ թաթերը եկեք դնենք այսպես ներքև, իսկ կոնքերը եւս պետք է լինի ծնկների հետ այսպես մեկ գծի վրա, ներշնչում ենք, բացում ենք կրծքավանդակը, արտաշնչումով դանդաղ փակում ենք, եւս մեկը բացեցինք, արտաշնչումով փակեցինք, ինչքան կարող եք հրեք ներս, երրորդը պահում ենք, 1, 2, 3, փակեցինք, պահում ենք, 1, 2 եւ 3, այստեղից գալիս ենք, վերցնում ենք մեր երկու բլոկները, այսպես, բարձրությունը դուք ինքներդ կորոշեք, ինչքան բարձր, այնքան ավելի դժվար այս վարժության համար, կարող եք սկսել այստեղից, կամ այստեղից, ինչպես կկամենաք, ոտքերը տանում ենք հետ, բլոկները առաջ եւ այսպես փորձում ենք իջնել ներքև, համոզվում ենք, որ այստեղ մեկ գիծ է, շատ հետ չեն գնում, իսկ եթե շատ է ցավում, իհարկե կարող եք մի փոքր դեպի հետ լինել, այս դեպքում ակտիվացնում ենք նաեւ ոտքի մատները, ահան այսպես, ներշնչում ենք մի փոքր, մեջքը հրում ենք հետ, արտաշնչումով իջնում ենք ներքև, եւս մեկը, ներշնչեցինք, երրորդը, պահում ենք, 1, 2 եւ 3, կարող եք փորձել մի քիչ ավելի բարձր, եւս 3-ը մենք անելու ենք, դուք փորձեք ավելի դժվարացնել ձեզ համար, ներշնչում ենք այստեղ, մատները լավ սեղմում ենք եւ արտաշնչումով իջնում ենք ներքև, եւս մեկը, երրորդը, ուսերը ակտիվ, ձեռքերը ակտիվ, պահեցինք, 1, 2 եւ 3, օքեյ, կամած գալիս ենք հետ, բլոկները դեռ չենք հեռացնում, նստում ենք այսպես, բլոկները դնում ենք ամենաբարձր դիրքի վրա, այսպես, գնում ենք հետ սկզբում, ներշնչումով բարձրացնում ենք ձեռքը վեր,
տանում ենք հետ, իսկ ձախը հետևից գալիս է եւ բռնում է։ Եթե չեք հասնում, այստեղ եւս կարող եք օգտագործել ձեր գոտին, հա, այսպես եւ բռնել, ինչքան հնարավոր է մոտիկ։ Եթե կարողանում եք, ուղղակի ձեռքերն ենք մոտեցնում իրար, առաջանում ենք, գալիս ենք մեր աջ կողմի բլոկի վրա ենք դնում արմունկը եւ թևի որոշակի հատված, հետո քիչ-քիչ փորձում ենք ոտքերով հեռանալ։ Սա շատ լավ ձգում է, շատ ցավոտ, բայց շատ օգտակար։ Փորձում ենք թուլանալ։ Պահում ենք։ Եվ դանդաղ արձակում ենք ձեռքերը, գալիս ենք հետ։ Պետք է հիմա փոխենք, թուլացրեք ուսերը, հակառակ կողմում ձախ ձեռքն ենք բարձրացնում, վեր տանում ենք հետ եւ աջով հետևի մասից փորձում ենք բռնել։ Եթե չի ստացվում, հիշեք, որ կարող եք օգտագործել գոտին, մոտենում ենք արդեն մեր ձախ կողմի բլոկին եւ ոտքերը կարող եք տանել այնքան հետ, ինչքան որ կարող եք կամ ինչքան ցանկանում եք, հաշվի առնելով, որ բավականին ցավոտ է։ Ինչքան հետ տանեք, այնքան ավելի շատ է ցավալու։ Եվ պահում ենք, փորձում ենք թուլանալ։ Մեկ, երկուս, երեք, դանդաղ արձակում ենք ձեռքերը, թուլացնում ենք մի պահ, կարող եք այսպես, եթե շատ են ցավում, եւ վերջինը այս դիրքում բլոկները ամենաբարձրում են, արմունկները դնում ենք այսպես եւ ափերը միացնում ենք իրար, ոտքերը տանում ենք հնարնս հետ։ Ներշնչում ենք այստեղ, արտաշնչումով փորձում ենք այսպես ձեռքերը հետ բերել եւ մոտեցնել մեր այս մեջքի հատվածին, ներշունչ, արտաշունչ, դանդաղ, երրորդը, չորրորդը եւ վերջինը պահեցինք։ Եվ վերջ, դանդաղ արձակում ենք ձեռքերը, գալիս ենք, մի պահ կարող են գնալ երեխայի դիրքին, հանգստանալ, թուլացնել ամբողջ մարմինը։ Դանդաղ գալիս ենք հետ, վերցնում ենք մեկ բլոկ եւ դնում ենք այսպես առջևում, պառկում ենք, ճակատը դնում ենք բլոկի վրա, իսկ ձեռքերը այսպես տանում ենք հետ եւ դնում ենք գլխի հետևում։ Ներշնչում ենք եւ դանդաղ փորձում ենք այսպես ձեռքերը, արմունկները բարձրացնել վեր։ Իջեցնում ենք արտաշնչումով եւս մեկը։ Իջեցնում ենք, երրորդ անգամ, չորրորդը, ներշունչ եւ վերջինը կպահենք 1, 2 եւ 3 դանդաղ իջեք, հեռացնում ենք բլոկը, գալիս ենք վեր,
Եվ վերջինը, որ այստեղ կկատարենք, մեկ բլոկը դնում ենք այսպես վերև, իսկ մյուս բլոկը դնում ենք ավելի ցածր դիրքով։ Երկրորդ բլոկը պետք է լինի մոտավորապես մեր մեջքից միջին հատվածում, որտեղ կրծքավանդակը բարձրանում է։ Իսկ մյուս բլոկը գլխի համար է։ Այսպես, ոտքերը բերում ենք դեպի butterfly, թիթեռնիկի դիրքին, բացում ենք կրծքավանդակը եւ փորձում ենք թուլանալ։ Դանդաղ ոտքերը մոտեցնում ենք իրար, շարժում ենք մատները, հետո դանդաղ փորձում ենք թեքվել եւ գտնել նստած դիրքը։ Խոնարհում ենք գլուխը եւ բացում ենք աչքերը։ Շնորհակալություն, այսօրվա մեր ձգումների շարքը ավարտված է, հուսով եմ օգտակար կլինի, չմոռանաք բաժանորդագրվել եւ հետեւել մեր մյուս դասերին։ Մինչ նոր հանդիպում։